Ողջույն հարգելի գյուղասերներ, սկսում ենք այսօրվա մեր վլոգը պարարտանյութ պատրաստելով։ Նախորդ տեսանյութում ես ձեզ ցույց էի տվել, թե ինչպես կարելի է եղինջից պարարտանյութ պատրաստել, եթե չեք նայել, կարող եք գնալ եւ դիտել։ Այսօր ինչ ենք անելու, օգտագործելու ենք նույն պարարտանյութ ստանալու համար թռչնաղբ, ինքը հավի ծիրտ։ Բույսերի ակտիվ աճի շրջանն է եւ այս ընթացքում արդեն մենք պետքա նրանց պարարտացնենք։ Հիմա այս թռչնաղբը լցնելու եմ էլի այդ բոճկայի մեջ եւ թթվածնեմ։ Ուրեմն թռչնաղբը չոր վիճակում որպես հումուս հողին տալիս ենք աշնանը եւ վաղ գարնանը, իսկ արդեն որպես պարարտանյութ թթվեցված վիճակում տալու ենք արդեն ամռանը եւ ամբողջ սեզոնի ընթացքում։ Ուրեմն թռչնաղբային պարարտանյութն է, որի հետ պետքա շատ զգուշ լինել, որովհետեւ ինքը չափի շատ օգտագործելու դեպքում կարող է բույսի արմատները վառել։ Դրա համար մի քանի գաղտնիք կասեմ, որ դուք օգտագործեք եւ չունենաք խնդիրներ։ Մասա լցնում ենք բոճկայի մեջ, որ էլի թթվածնենք։ Իմիջիայլոց նախորդ տեսանյութում, երբ եղինջից էի սարքում պարարտանյութը, մոռացա ասել, որ սա պետքա հողամասի այնպիսի անկյունում լինի, որպեսզի տանը բնակելի տների մոտիկ չլինի, որովհետև շատ տհաճ հոտ է գալիս, իսկ այդ հոտը մեղմացնելու համար կարող եք այդ պարարտանյութին մի քանի կաթիլ վալերիան կավելացնել, կամ տնից հեռու ենք դնում, որպեսզի հոտը չհասնի այդ տհաճ հոտը։ Տեսարանը իհարկե մի փոքր գեղեցիկ չէ, բայց դե յուղի աշխատանքն էլ այդպես է, ամեն օր թրքի, աղբի հետ այսպես գործ ենք անում, դա մենք արդեն սովորել ենք։ Հիմա թռչնաղբը ինչով է հարուստ է ֆոսֆորով, կալիումով եւ տարբեր միկրոտարերով, եւ դրա համար այն բույսին շատ անհրաժեշտ է, հատկապես վարունգը բերքի ընթացքում, արդեն երբ բերք է տալիս, պետքա անպայման թռչնաղբի ջրով ջրենք, իսկ դրանից առաջ անպայման պետք է լավ թթվեցնենք։ Թթվեցումը թռչնաղբի դեպքում մի փոքր ավելի շուտ է ստացվում, իհարկե կախված թե դրսում ինչ ջերմաստիճան է, որքան տաք է լինում, այնքան ավելի շուտ է ստացվում։ Այստեղ էլի ջուր ենք ավելացնում, էլի մի փոքր ամանը կիսատ ենք թողում ջուրը, ամբողջությամբ չենք լցնում, որպեսզի եփման պրոցեսում չթափվի։ Ջուրը լցնելուց հետո մի լավ խառնում ենք, ժողովուրդ ջան, որպեսզի թռչնաղբը խառնվի ջրին հետ, եւ քանի որ թռչնաղբը ինքը հողի թթվայնությունը բարձրացնում է, դրա համար նախընտրելի է իր հետ այսինչ մոխիր ենք լցնում։ Մոխիրը նախընտրելի կլինի, որ մի քիչ մաղեի, բայց այսպես էլ ոչինչ։ Լցնում ենք, այ փոշի բարձրացավ, ու էլի մի լավ խառնում ենք։ Էլի սա ծածկելու ենք, բայց ոչ հերմետիկ, ու թողնենք, որպեսզի ինքը լավ թթվեցում կատարի։ Ու տեսնում եք, իմ մոտ բույսերը շատ են, այ տեսնում եք մալինաներն էլ ինքը արդեն սկսել է ծաղկելը եւ իր սնուցելու ժամանակն է։ Դրա համար մի փոքր բոճկան իմ մոտ չի հերիքի, ես էլի կդնեմ, դա իհարկե տեսախցիկից կադրից դուրս, բայց ինչ եմ ուզում ասեմ, էլի նույն ձև թռչնաղբներ արդեն թթվեցված վիճակում պետքա մենք բացենք ջրով, միանգամից
բույսին տալը տանգավորա, կարող է բույսավառվի եւ կորցնեք ձեր ամբողջ բույսերը։ Էլի 1:10-ի հարաբերությամբ բացում եք այդ ստացված հեղուկը եւ ջրում եք բույսերին եւ առատ վերքը անպայման երաշխավորվում է։ Հիմա ինչ ենք անելու, ժողովուրդ ջան, էլի սածիլ ենք դնելու, սածիլը դնելու վերջին ընթացքն է, արդեն վերջին սածիլներն եմ դնում հողում, ճիշտն ասած տեղը մի փոքր քիչ է, իսկ ես ուզում եմ հնարավորինս շատ պամիդորի սածիլներ դնեմ, դրա համար այդպես աստիճանաբար տեղավորում եմ, մտածում եմ որտեղ դնեմ, հետո նոր մտքեր է հայտ գալիս ու այդպես դնում եմ իմ սածիլները։ Սորտերը տարբեր են, մի անգամ էլ առանձին սորտերի մասին կնկարեմ, բայց այս սորտը, որը կոչվում է Ռոմա, ինքը երկարավուն, բարակ սիրուն լոլիկներ են ստացվում։ Ինչի եմ որոշել այս սորտից շատ դնեմ, ու սերմերն էլ է շատ, որովհետև ինքը լավ ջիր է ստացվում։ Բոլորս էլ ձմռան համար պահեստավորում ենք, պահածոյացնում ենք ավելի ճիշտ պամիդորներ, լոլիկներ, բայց այդ պահածոներից անկեղծ բոլորս հոգնել ենք եւ միգուցե այս տարի նաեւ ջրի տարբերակը փորձենք, տեսնենք եղանակը ոնց կանի, որովհետեւ այդ ջրի համար լավ արև է պետք։ Եվ այս Ռոմա կոչվող սորտը ինքը շատ հարմար է այդ ջրի համար։ Ինքը շատ երկարավուն, բարակ եւ հյութալի պտուղներ է տալիս։ Տեսնենք։ Ամեն դեպքում սածիլները դնենք արդեն մայիսի վերջն է, հազիվ էլ հասցնի ձևավորվի ու պտուղ տա։ Վերջին սածիլներն էլ դնենք, այս սածիլների գործը համարենք փակված։ Տարբեր սորտեր են, տեսեք, այս մեկը Կրասնի Վելիկան, սա էլ խոշոր, էլի հյութալի պտուղներով իսկական սալատի պամիդոր է։ Այս տարի էլ որ կաթիլային եմ անցկացրել սածիլների եւ լոբիների տակ, ջրելու վրա քիչ ժամանակ եմ ծախսելու եւ դրա համար այսպես փորձում եմ ավելի շատ բույսեր դնել։ Ջրելը հեշտ կլինի ամռան կեսին, երբ արդեն եղանակը լավ տաքանում է, իմ միակ խնդիրը հողամասը ոռոգելն է։ Եվ այս տարի հուսանք մի փոքր հեշտ կլինի իմ գործը, քանի որ թռչունները մի կողմից, արդեն փոքր ճտեր ունենք, հողամասն էլ որ մի կողմից ավելանա, հաստատ կդժվարանա։ Եվ քանի որ գործս մի փոքր իմ կարծիքով հեշտացել է, բույսերի քանակներ փորձում եմ ավել դնել։ Տեսնենք, Աստված առաջ, ժամանակից առաջ չընկնենք երբեք, որովհետև երբեք չես իմանա, թե ուրիշ էլ ինչ խնդիրներ կլինեն։ Բայց ամեն դեպքում լիահույս ենք, բոլորս էլ երբ սերմը դնում ենք հողի մեջ, հուսով ենք, որ այդ տարին բարեհաջող կլինի եւ տա Աստված այս տարի բոլոր գյուղացիներն էլ իրենց աշխատանքի արդյունքը վայելեն։ Սրա վրա գրած չէր, երևի պոկվել է, ամեն դեպքում ոչինչ, կդնենք մի հատ էլ այստեղ, մյուս կողմը արդեն ռեհաններն են, առաջ չանցնենք։ Ռեհանները, ճիշտն ասած, բոյբոյները այս տարի էլի կերան, քիչ հագանակությամբ, բայց գիշերն էլ շները եկան կոխրտեցին եւ մի փոքր էլի սերմը մնացել, ասեցի ես սածիլի գործից պրծնեմ, այդ սերմն էլ գցեմ։ Ռեհանը երբեք շատ չի լինում։
Այսպես դեռ ծակերն անում եմ, դնում եմ, հետո արդեն երբ փխրեցնենք, կհավաքենք հողը իրար վրա եւ կսիրունանա։ Ուրեմն անձրևները շատ են ու մոլախոտերն էլ էլի շատացել են, ժողովուրդ ջան։ Ինչ եմ անում, մոլախոտ եմ հանում ես կանաչիների արանքից, իմ ետևում սխտորն է, որը էլի մոլախոտը բարձրացել է, դա էլ պետքա վաղը, երևի վաղը, եթե այլ գործեր չլինեն, վաղն անպայման պետքա էդ էլ անենք։ Դրան զուգահեռ նաև փորձում եմ այս ուտելի բույսերը հանել, ինքը մոլախոտ է, մեր բույսերին խանգարում է, բայց նաև ուտելու է։ Մենք երկու տեսակ բույս ենք հավաքել ստեղից, այս մոլախոտերից ուտելու համար, որը հիմա ձեզ մոտիկից ցույց կտամ։ Ուրեմն այս տեսակը, այս մոլախոտը, մենք թալ ենք ասում, ժողովուրդ ջան, ինքը շատ համով բույս է, գորիսոն բոլորն էլ ուտում են, բոլորն էլ ծանոթ են, բայց այստեղ մի բույս կա, որը ես նոր եմ իմացել, որ ուտելու է, այսա մենք մոխրաթալ ենք ասում, որը ինձ շատ դուր եկավ, ես էլ ենք հավաքելու, ուտելի բույս է, նայեք, մեր գորիսում այս մոխրաթալը չեն ուտում, ժողովուրդ ջան, բայց գիտեմ, որ շատ տեղերում սա ուտում են։ Հետաքրքիր է, օրինակ ձեր տարածաշրջանում արդյոք ուտում են այս բույսը եւ ինչ անվանում ունի, գրեք մեկնաբանություններում, հետաքրքիր կլինի կարդալը։ Սա էլ ենք հավաքելու եւ ուտելու համար է լավ եւ նաեւ կարող եք պահել ձմռանու սառցախցիկում։ Այսպես խառը հավաքենք, հետո ինչպես դուք եք ասում, մաքրողը կջոկրտի։ Տարվա այս սեզոնին ամենալավ ճաշատեսակները այս կանաչներն են, ժողովուրդ ջան։ Շատերդ գիտեմ սիրում եք, անպայման հավաքեք եւ կերեք, օգտակար է ինքը, իրանից ոչ մի վնասակար բան չկա։ Այսպես համ մոլախոտերից ենք ազատվում, համ էլ մեր հողամասն ենք մաքրում, ինձ այս պահին ամենաշատը հետաքրքրում է հողամասը մաքրելը, որովհետև գիտեք, մոլախոտերը բույսերից արագ են աճում ու տարածում են ու կարող են փակել մեր բույսերը, բացի դրանից, երբ մոլախոտերը հանում ենք, բույսերը սկսում են արդեն ակտիվ աճել։ Իսկ եթե թողենք, արդեն արմատները կտարածվեն եւ երբ ուզենք ազատվել մոլախոտերից, մեր բույսերը եւս կվնասվեն, հողից դուրս կգան։ Այսպես բանջարանոցը մաքրում սիրունացնում ենք, ժողովուրդ ջան։ Պետք է ժամանակի մոլախոտը հանենք, բույսը շնչի։ Ու նաեւ ձեռի հետ այսպես ուտելի կանաչի ենք հավաքում։ Սիրունացավ ահագին, բայց հիմա ցույց տամ սածիլները ինչ վիճակում են, տեսեք բադրջանները արդեն մի քանի օրում ոնց են լավ տերևակալել ու արդեն լավ աճում են։ Բրոկոլիները շատ վատ էին, երբ տնկեցի ու արդեն նորից տեսեք սիրուն աճում են։ Այստեղ բամյանները 3 հատ է դուրս եկել, 2 հատ էլ վերևում, բայց բաժակների մեջ կա, դա կբերեմ ու կսածիլենք։ Պոմիդորները տեսեք ոնց են բարձրացել, հենց դնում ենք հողում, իսկույն բարձրանում են։ Ակտիվ աճի շրջանն է, 3 անձրևից հետո
հակասնկային եմ սրսկել, որպեսզի չհիվանդանան։ Դդմիկները տեսեք, կաբաշկաները ոնց են դուրս եկել իրար հետևից, այսպես դուրս են գալիս։ Այստեղ որ բացել էի, իբր տեսել եմ, որ սերմը փտել է, մի հատ եմ դրել ու փաստորեն հիմա երկու հատ իրար մոտ ունենք։ Մեկը պետք է հանենք, տեղափոխենք, որ բույսերը իրար չխանգարեն։ Արունգները տեսեք իրար հետևից ոնց են դուրս եկել, շատ խիտ է ստացվել, սա էլ պետք է ընթացքում թեթևացնենք։ Ավերին էլ կերակրենք, ձվերը հավաքենք։ Մնելի ստեղ են ածում, հիմնականում բները դեռ պատրաստ չի, վեցած է, այսինքն խոշորացրել են լավ, խոշոր ձվեր, չկա, մի հատ էլ այստեղ, այս 7 եղավ, առավոտ 3-ն էլ էի վերցրել, տեսնենք ուրիշ տեղացել են, թե չէ։ Ստե չկա, երկու հատ էլ ստե։ Դու ես հացել, մի հատ էլ ստե, ստե չկա։ Այսպես հավերը ոչ միայն մեզ թարմ ձու են տալիս ամեն օր, նաև կարող ենք իրենց աղբը օգտագործել մեր հողամասը պարարտացնելու համար։ Իսկ ընթացքում նաև թարմ միս։ Այսպիսին են թռչունները, ընտանի կենդանիները մեզ ամեն ձևով օգուտ են տալիս։